Իսկ դուք գիտեք, որ հայկական սիթքոմ Fake Mama-ն այդքան էլ հայկական չէ։ Ինչպես թե կհարցնեք դուք, իսկ ես մեծ սիրով կպատասխանեմ։ Այն շատ նմանություններ ունի 1987 թվականի Զաբարտոն ֆիլմի հետ։ Երկու պատմություններում էլ ամեն ինչ սկսվում է նրանից, երբ հարուստ տիկինը կանչում է մի հասարակ աշխատավորի։ Զաբարտոն ֆիլմում դա ատաղձագործ Դինն է, իսկ Fake Mama-ում այգեպան Վրեժը։ Սակայն աշխատանքը ավարտելուց հետո տիկինը հրաժարվում է վարձատրել նրան, ինչից հետո նվաստացնում է եւ դուրս վռնդում։ Դրանից շատ չանցած գլխավոր հերոսուհին կորցնում է իր հիշողությունը, իսկ գլխավոր հերոսը առիթից օգտվելով ներկայանում է որպես իր ամուսին եւ իհարկե սկսվում է այստեղ իսկական պատիժը։ Գլխավոր հերոսուհին Զաբարտոն ֆիլմում Ջոաննան էր, իսկ Fake Mama-ում Թերեզան։ Դե գլխավոր հերոսուհին իհարկե ապրելով Վրեժի կամ ինչպես Զաբարտոն ֆիլմում էր Դինի հետ, նույն տանը իր երեխաների հետ միասին արդեն սկսում է քիչ-քիչ փոխվել իր վերաբերմունքը ընդհանրապես այս կյանքի հանդեպ, սկսում է գնահատել մարդկանց աշխատանքը, սիրել երեխաներին եւ իհարկե փոխվում է դեպի լավը։ Դե իհարկե ավելի մանրամասն համեմատության համար կարող եք անցնել իմ բիոյի հղումով դեպի YouTube-յան ալի։ Այնտեղ ես շատ մանրամասն համեմատել եմ երկու ֆիլմերն եւ ոչ միայն։ Անցնելով հղումով դուք կհայտնվեք իմ YouTube-յան ալիքում, որտեղ ձեզ սպասում է հայկական սիթքոմների ադապտացիաների մասին մի սենսացիոն տեսանյութ։ Դե ինչ ձեզ հետեւյալ եկան, չմոռանաք հետևել իմեջին։ Ես այստեղ խոսում եմ հայկական սերիալների բացահայտումների մասին եւ ոչ միայն։ Բայ բայ։